թվական շարունակվում էր առաջին աշխարհամարտը։ Կովկասյան ճակատում ռուսական զորքերը լուրջ հաջողություններ էին գրանցել, կռվելով Թուրքիայի արևելյան բանակի դեմ։ Գրավված էր ամբողջ արևմտյան Հայաստանը։ Սակայն տեղի ունեցավ անսպասելին փետրվարյան հեղափոխություն, ինքնակալության տապալում, ապա հոկտեմբերյան հեղափոխություն։ Իրադարձություններ, որոնք հիմն ի վեր շրջեցին իրադրությունը եւ Անդրկովկասում, եւ Կովկասյան ռազմաճակատում։ Լենինի գլխավորած խորհրդային կառավարության հրահանգով մինչև 1917 թվականի դեկտեմբերի 25-ը պետք է լիովին դատարկվեր Կովկասյան ռազմաճակատը։ Ռուսական զորքերը թողնելով ռազմական գույքի վիթխարի պահեստներ սկսեցին լքել ռազմաճակատը եւ մեկնել դեպի Ռուսաստան։ Ոչ մի ուժ, անգամ Շամխորի հայտնի մղձավանջային ջարդերը ի վիճակի չեղան կանգնեցնել նրանց, վկայում է գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը։ Ռուսական բանակի գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը ավարտել էր Մոսկվայի զինվորական գիմնազիան, Ալեքսանդրյան զինվորական ուսումնարանը, մասնակցել էր 1877-1878 թվականների ռուս-թուրքական եւ 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմներին, պարգևատրվել էր Սուրբ Աննայի, Սվյատասլավի, Վլադիմիրի, Գեորգիի շքանշաններով եւ ոսկե զենքով։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կռվել էր Կովկասյան ռազմաճակատում, եղել էր բրիգադի, դիվիզիայի հրամանատար, Դիլմանի ճակատամարտի հաղթողներից մեկը։ Թովմաս Հովանեսի Նազարբեկյան 1917 թվականին գեներալ-մայոր Նազարբեկյանը նշանակվել է հայկական առանձին բանակային կորպուսի հրամանատար։ Նրա հրամանատարությամբ հայկական զորքերն ու կամավորները 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում կանգնեցրին թուրքական զորքերի առաջխաղացումը։ Ինքնին հասկանալի է, թե հայ ժողովրդի համար ինչ էր նշանակում ռուսական զորքերի դուրսբերումը արևմտյան Հայաստանից։ Բոլշևիկների հռչակած առանց զավթումների եւ ռազմատուգանքների անջատ հաշտության կարգախոսը Թուրքիային իրավունք էր տալիս կրկին տիրանալու ռուսական զորքերի կողմից գրավյալ արևմտահայաստանի տարածքին։ Նրանց առջև ինքնաբերաբար բացվում էին նաև Կովկասի դռները, եւ պարտված, բարոյալքված թուրքական բանակը հանկարծ հայտնվեց հաղթանակողի դերում։ Թուրքական հրամանատարությունը իր առջև խնդիր դրեց 3 ուղղությամբ Երևան, Թիֆլիս, Բաքու ուղղությամբ գրավել ամբողջ Անդրկովկասը, Անդրկասպյան տարածքները, Դաղստանը, դուրս գալ Միջին Ասիա եւ ինչպես նաեւ հյուսիսային Ատրպատականը գրավել, այսինքն դրանով առաջի փուլը ավարտել։ Այդ նպատակի իրականացման համար թուրքական ջախջախված բանակը Կովկասյան ռազմաճակատում կարողացավ հավաքել շուրջ 10,000-անոց զորամաս, թուրքական բանակների մնացորդներից ձևավորվեց այսպես կոչված Կարս զորախումբը, որը հենց պետք է իրականացներ այդ ռազմավարական խնդիրը։ Խախտելով զինադադարի պայմանները 1918 թվականի փետրվարից թուրքական բանակը սկսեց ռազմական գործողությունները արևմտյան Հայաստանում։ Նրա դեմ անձնվիրաբար կռվում էին փոքրաթիվ հայկական զինված ուժերը։ Երզնկայում, Էրզրումում, Սարիղամիշում, ռազմաճակատի բոլոր հատվածներում համառ դիմադրություն եղավ, սակայն լինելով տասնյակի գերակշիռ, թշնամին առաջ էր շարժվում։ Թուրքական բանակը ղեկավարում էին Մուրսել բեյը, որի գլխավոր նպատակն էր Թիֆլիսի ուղղությամբ դուրս գալ դեպի Բաքու, Ջեմալ Ջավիդ բեյը, որը Ղարաքիլիսայի ուղղությամբ Ղազախ Ելիզավետպոլ ուղղությամբ պետք է դարձյալ դուրս գար գլխավոր նպատակին Բաքվի վրա, եւ վերջապես Էսադ Փաշան, որի վերջնական նպատակն էր Ապարանի ուղղությամբ, Ապարանը Համամլուն Սպիտակը գրավելուց հետո աշտարակ Աբովյան խճուղիով դուրս գալ եւ շրջափակել Երևանը, վերջնականապես գրավել Անդրկովկասը եւ ինչպես հայտնի է վերջ տալ նաեւ արևելահայության ֆիզիկական գոյությանը։ Թուրքական զորքերը վերազավթեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Վանը, առանց դիմադրության հանդիպելու մտան Կարս։ Սկսվեց Բաթումի հաշտության խորհրդաժողովը Թուրքիայի եւ Անդրկովկասյան համադաշնության միջև։ Տրապիզոնում ընդհատված Անդրկովկաս թուրքական բանակցությունները վերսկսվեցին 1918 թվականի ապրիլի վերջերին մայիսի սկզբին։ Պետք է նշել, որ միայն ապրիլի 15-ին թուրքական կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Անդրկովկասյան
Սեյմի իշխանությունը եւ համաձայնվեց Տրապիզոնում ընդհատված բանակցությունները շարունակել Բաթումում։ Սկզբնական շրջանում բանակցությունները շատ ծանր էին, ինչպես անդրկովկասյան բոլոր ժողովուրդների, այնպես էլ հայության համար։ Միաժամանակ ընթանում էին ճակատամարտեր, որոնք պետք է իրենց ազդեցությունը թողնեին նաև այդ բանակցությունների ընթացքի վրա։ Մինչ շարունակվում էին բանակցությունները Բաթումում, մայիսի 15-ին սկսվեց Ալեքսանդրոպոլի ռմբակոծումը եւ քաղաքն անցավ թուրքերի ձեռքը։ Մեկ շաբաթ անց թուրքերը գրավեցին Համամլուք կայարանը։ Երևան տանող ճանապարհն արդեն բաց էր նրանց առաջ։ Այլևս նահանջելու տեղ չկար։ Ու կատարվեց այն, ինչ կատարվել էր դարեր առաջ Ավարայրում։ Հայերը միաբանվեցին, որոշեցին նահատակվել, բայց այլևս ոչ մի թիս հող չզիջել թշնամուն։ Գրում է Սիմոն Վարացյանը, եւ ահա կատարվում էր հրաշքը։ Մեկն այն հրաշքներից, որոնք գալիս են բոլորովին չսպասված եւ փրկում անհույս համարված կացությունները։ Ժողովուրդը, նրա առաջնորդները, զորքը, ամենքը համակվում են մեկ գիտակցությամբ՝ հաղթել կամ մեռնել։ Արարատյան դաշտի ժողովուրդը մի մարդու պես ոտքի կանգնեց։ Ազգային խորհուրդը զբաղվեց բանակի լրացման, կազմակերպման եւ մատակարարման գործով, կանայք ուտելիք ծխախոտ վիրակապեր են պատրաստում, հոգևորականությունը խաչ ու քարոզով մտնում է ժողովրդի ու զորքի մեջ։ Եվ միմյանց են հաջորդում 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը՝ Բաշապարանը, Ղարաքիլիսան, Սարդարապատը։ Մայիսյան հերոսամարտերի նախերգանք կարելի է համարել 1918 թվականի ապրիլի 10-ի Թովմաս Նազարբեկյանի հրամանը գեներալ Անդրանիկին, որով նա ուղարկում էր Աշոտսկի Ղուկասյանի շրջան Անդրանիկին, հեռահար նպատակ ունենալով կապվել նաև Ջավախքի ազատագրական ուժերի հետ։ Ապրիլի 14-ին Անդրանիկը Քարախաչի լեռնանցքում, Ղազանչիում հաղթական ճակատամարտ է տալիս եւ այս հաջող մարտը կարելի է համարել մայիսյան հերոսամարտերի առաջին հաղթանակներից մեկը։ Այնուհետև հաջորդ հրամանը վերաբերում էր Ջավախքի ազգային զորամասերի ղեկավար գնդապետ Առաքելովին, որին հանձնարարվում էր Անդրանիկի հետ սերտ համագործակցել եւ կապ հաստատել հյուսիսային ուղղությամբ թուրքական բանակների դեմ դիմագրավելու նպատակով։ Բաթումից մինչև Շարուր Նախիջևան հսկայական ճակատով պաշտպանական մարտեր են տեղի ունեցել եւ որոնց շնորհիվ կանգնեցվել է թուրքական առաջխաղացումը։ Եվ պատահական չէ, որ վերջին շրջանում հնարավոր եղավ նոր էջեր բացել մայիսյան հերոսամարտերի, մասնավորապես արևմտյան ճակատում, Ախցխայում, Ջավախքում եւ Շիրակում։ Ախցխայի հերոսամարտը դեռ ավելի վաղ էր սկսվել, տեղում բազմաթիվ թուրքական գյուղեր կային, սուննի թուրքեր էին դրանք, Ախցխայի հայկական գյուղերը վերցրել էին օղակի մեջ, մասնավորապես Գավառի Ասմինձայի ենթագավառը, որը շրջափակել էր հայկական Դամալագյուղը։ Ախալցխա 1917 թվականի վերջին թուրքական կանոնավոր զորքերը հարձակում սկսեցին Ախալցխայի ուղղությամբ։ Թուրքական զորքերին եւ տեղի մահմեդականների զինված հրոսակախմբերին անձնուրաց դիմադրություն էր ցույց տալիս Ախալցխայի հայությունը։ Զորի-Զորյանի գլխավորությամբ ստեղծվեցին թաղային պաշտպանական խմբեր եւ ինքնապաշտպանությունը գրավում էր 150-ից 170 քառակուսի կիլոմետր տարածք, որի մեջ մտնում էին 15 հայկական գյուղեր եւ 5-6 վրացական գյուղեր։ Փառաբանց ճակատամարտ տեղի ունեցավ Դիբակ սարի վրա։ 100-200 թուրքեր հարձակվեցին հայկական գյուղերի վրա, Օրալ եւ այլն, եւ ահա յայլաների վրա հայկական։ Այդ ժամանակ 170 հայեր դուրս եկան թշնամու դեմ եւ մի լավ ջարդ տվին կարելի ասել։ 1918 թվականին Ախալցխա քաղաքը 20,000 բնակչություն ուներ, 80%-ից ավելին հայեր։ Գավառի 16 հայկական գյուղերում ապրում էր մոտ 28,000 հայ։ Ախալցխայի հերոսական պաշտպանությունը, որ տևեց մոտավորապես 6 ամիս, Զորի-Զորյանի գլխավորությամբ, Ախալցխայի ազգային խորհրդի նախագահի գլխավորությամբ պսակվեց հաջողությամբ։ Կռիվներն Ախալցխայում շարունակվեցին մինչև հունիս, ու թեև վրաց մենշևիկները գավառը զիջեցին Թուրքիային, հայերն ու վրացիները չլքեցին իրենց բնակավայրերը։ Թուրքերը, որոնք որ
Բաթումի պայմանագրով կարողացան մտնել Ախալցխայի գավառ, որտեղ այդպես էր նրանց արտոնել վրացական պատվիրակությունը Բաթումի պայմանագիրը ստորագրելիս, ստիպված եղավ հաշվի նստել Ախալցխայի ինքնապաշտպանական ջոկատների ղեկավար Զորի Զորյանի հետ եւ նույնիսկ զերծ մնալ հայկական կոտորածներից։ Ջավախք։ Հիմնական ռազմական գործողությունները Ախալ քաղաքում սկսվում են 1918 թվականի մայիսի 20-ից, երբ Վեհի Փաշայի ուղարկած զորքերը շարժվելով Կարսից արձակվում են Կարձախ գյուղի վրա։ Ուղակի մեջ հայտնվելով Ախալ քաղաքը տեղի ազգային խորհրդի Մկրտիչ Մարգարյանի գլխավորությամբ ճակատ ուղարկեց դեպի Կարձախ գյուղը գնդապետ Առաքելովին, որը կարողացավ կազմակերպել դիմադրական մարտեր։ Երկու օր կարծախցիները հայկական գունդը համառ դիմադրություն ցույց տվեցին թշնամուն, սակայն զինամթերքը վերջացավ եւ գավառի ամենամեծ գյուղի բնակչությունը հարկադրված նահանջեց։ Կարծախից թուրքական զորքի մի մասը շարժվեց Ախալ քաղաքի ուղությամբ, մյուս մասը գրոհեց Սատխա գյուղի վրա։ Այստեղ պատրաստ էին դիմագրավել թշնամուն։ Առաջին ընթարումը Մեծ Խանչալի գյուղի մերձակայքում էր։ Մենք այժմ գտնվում ենք այն վայրում, որտեղ 1918 թվականի մայիսի 26-ին տեղի է ունեցել ճակատամարտ սատխացիների եւ Աղբաբայի թուրքերի միջև, որոնք զինված էին թուրքական զենքով եւ իրենց հրամկազմը, ինչպես եւ օժանդակ ուժեր ստացել էին թուրքական բանակից, որը արշավում էր դեպի Ալեքսանդրապոլ եւ դեպի Սարտարապատ։ Մինչև մայիսի 31-ը 10 նորից ավելի Սատխայի զինված ջոկատները քաջաբար պաշտպանում էին գյուղը։ Գնացին Ախալ քաղաք, մեթոփ են բերին, իր եկադա փամփուշ։ Թոփը հանեցին ադիղալա մեր ժամին վերտին։ Հանեցին այդ ժամին վերտին, ես պեսնի տղա էի, 6 տարեկան էի։ Մեր դաներում մոտ էր։ Ելան վեր, տղա մեղա մեմա ես թոփ չի նսավդը, նավադի թերավ դեմի առլով կուսարին տագը։ Նավադի թերավ երկու անգամ կեպուց է առլով կուսարին տագը։ Սատխայի ամբերթից սկսեց թնդանոթը հարվածել թուրքական զորքերին։ Անասունները փախան, ծրվեցին եւ թուրքերը մնացին մեր գրագի դեմ։ Ճիշտ է, սահմանափակ էր մեր արգերի քանակը, բայց եւ այնպես թուրքերը մեծ կորուստներ գրեցին եւ երկար ժամանակ նրանք չէին կարողանում այլևս գրոհել։ Մայիսի 31-ին, երբ սպառվել էր զինամթերքը, սատխացիները հարկադրված նահանջեցին։ Հունիսի 1-ին թուրքական զորքը մտավ Ախալ քաղաք։ Մաջադիա գյուղի մոտ դիրքավորված հայկական զինված ուժերը, աշխարհազորայինները իզորի չէին դիմադրել մեծաքանակ լավ զինված թշնամուն եւ նահանջեցին դեպի Բակուրյան եւ Ծալկա։ Սառնախբյուր 1918 թվականի մայիսի 16-ից 22-ը թուրքական կանոնավոր զորագնդերին արիաբար դիմադրեցին Շիրակի Սառնախբյուր գյուղի մերձակայքում։ Շիրակի գոյամարտը համարվում է մայիսյան հերոսամարտերի սկիզբ։ Խնդիրը նրանում է, որ Ալեքսանդրապոլը մայիսի 15-ին գրավելուց հետո այդ հատվածում Շիրակի կուտակվել է շուրջ 100,000-ի հասնող արևմտահայ գաղթականություն արևմտյան Հայաստանից, այստեղ գաղթել էին շուրջ 100,000 արևմտահայեր, որոնց անվտանգ տեղափոխումը դեպի Արարատյան դաշտ շատ լուրջ մարտավարական խնդիր էր համարվում հայ ժողովրդի համար։ Սառնախբյուրի ինքնապաշտպանական գիծը սկսվել է 5-րդ դարի հոգեվանքի համալիրի շրջակայքից եւ ձգվել մինչեւ Քարաբերդ, մոտ 14 կիլոմետր։ Օր-օրի մարտերն ավելի դրամատիկ են դարձել, մանավանդ թուրքական զորախմբերի ստվարանալուց հետո։ Ալեքսանդրապոլից ընդամենը 22 կիլոմետր հեռու գտնվող Սոգտլու Սառնախբյուրում մոտ 2500 բնակիչներից բացի փախստականների գաղթականների վիթխարի բազմություն էր կուտակվել։ Գրում է ականատեսը, հեծյալների վաշտի հրամանատար Հովանես Բաղրամյանը։ Բոլոր ճանապարհները վառացիորեն ողողված էին մարդկանցով, սայլերով, անասուններով։ Հրամայական պահանջ էր մինչև թուրքերի հայտնվելը տասնյակ հազարավոր փախստականներին ու գաղթականներին Արարատյան դաշտ տարհանում։ Պապս այս գյուղի բնակիչն է եղել, թարական բանակում է ծառայել, օֆիցեր է եղել եւ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ
երկու հատ Գևորգյան կավալերիայի խաչում ունեցել։ Նահոյ Սարգիս, այդպես են կոչել իրան, որպես զինվորական գործից հասկացող նա կազմակերպել է մեր գյուղացունց հետն այդ Սիրվանջուղից մինչև Տաշխալանգած տարածությունը վերցուցել են իրենց հսկողության տակ։ Թուրքական զորքը չի կարողացել այդտեղից անցնել մեր գյուղի ինքնապաշտպանության պատճառով։ Մայիսի 15-ին Սառնախբյուրի Հովեյ Օդայում հավաքվում են գյուղի հեղինակավոր մարդիկ եւ որոշում ինքնապաշտպանություն կազմակերպել։ Հայտնի են նրանց անունները՝ ռուսական բանակի սպաներ Նահոյի Սարգիս, Աթաշի Եղիշ, Խչոյի Սերոբ, շարքայիններ Մանեի Սմբատ, Շարաֆի Բարսեղ եւ ուրիշներ։ Պաշտպանական գիծը ձգվում է Սերվանջուղից կամ ինչպես ասում է Քարակերտից մինչև Տաշխալա, այն հիմա կոչվում է Քարաբերդ։ Հովեյ Օտայում նախորոք իմանալով, որ ղարսը ընկել է եւ թուրքերը կարող են շարժվել գյուղ, նրանք պլանավորել են այս ճակատամարտի գիծը։ Երեկոյան ժամի 7-ից մինչև առավոտյան ժամի 4-ը պլանավորել են շատ մանրանկրկիտ թե ինչպես պետք է անեն նախ առաջին գյուղում կուտակված ըստ հորս պատմածի 300,000, պատմաբաններն ասում են ոչ 100,000, թեկուզ 100,000 մարդկանց տեղահանելու, երկրորդը խաբելու թուրքերին, որպեսզի նրանք տեղակ լինեն, որ իբր ստեղ դիմադրություն չի կազմակերպում, ժամանակ շահեն, նրանից հետո նոր կարողանան թուրքերին ինչպես պետք է հակարված տան։ Չի եղել մի փոքր բաց, որի մասին իրենք չմտածեն, եւ այդ հնարավորություն է տվել, որ ամբողջությամբ ինչ որ ծրագրավորել են, այդ բոլորը կատարվել է։ 7 օր հաղթական դիմադրությունից հետո, երբ զինամթերքը սպառվել էր եւ լուր ստացվել, որ գաղթականները հասել են Էջմիածին, սառնախբյուրցիները թողել են դիրքերը։ Ասում են, 3 օր թուրքերը չեն փորձել մտնել գյուղ, վախեցել են։ Այնտեղի տարերային ժողովրդական շարժումը Սիլիկյանին եւ Թովմաս Նազարբեկյանին հարկադրում է, որպեսզի արդեն փորձված արևմտահայ գործիչներին ուղարկեն, որպեսզի նրանք ղեկավարեն շարժումը, եւ այդ գործը իրականացնում է հնչակյան կուսակցության անդամ Պանդուխտը, որի մասին իմիջայլոց Գովեստի լավագույն խոսքեր ունի Եղիշե Չարենցը իր ստեղծագործություններից մեկում։ Մայիսի 26-ին այստեղ Սառնախբյուր է հասել Պանդուխտը Միքայել Սեֆերյանը։ Մասնակցելով Սարդարապատի հերոսամարտին, նա գալիս է Սառնախբյուր եւ մոտ 1000 աշխարհազորայիններով համալրում իր հեծյալ ջոկատը ու թուրքական զորամասերին մայիսի 28-ին ետ շպրտում Արփաչեի արևմտյան ափ։ Թուրքական 7000-անոց զորքը Էսադ Փաշայի հրամանատարությամբ Բաշապարան հասավ մայիսի 22-ին։ Էծելազորի հրամանատարը ոչ անհայտ Քյազիմ Կարաբեկիր Փաշան էր։ Անդադար ղողանջում էին գյուղի Սուրբ Խաչ եւ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիների զանգերը։ Ապարանի եւ շրջակա գյուղերի 4500-ից ավելի աշխարհազորայիններին գլխավորում էին Սեթրակ Ջալալյանը եւ Արսեն Տեր-Պողոսյանը։ Նրանց հետ էր գավառի հոգեվոր հովիվ Տեր Հովաննեսը։ Հասարակության բոլոր խավերը, մեծ ու փոքր, կին եւ տղամարդ մասնակից էին հերոսամարտին։ Ականատեսի վկայությամբ պատարագից հետո քահանան իջավ խորանից, ձեռքն առավ կարաբինը եւ տղերքի հետ ելավ դիրքերը։ Այդ ճակատամարտին ներկա է եղել իմ պապս Սաֆարյան Ենոքը, ընդամենը 18-19 տարեկան երիտասարդ։ Եղել է Շեստոյի պոլկի, իր բառերով եմ ասում։ Եղել է Շեստոյի պոլկի գնդացրորդը, ինքն ասում էր պուլումյոտ չիկեմ։ Ասում է ես Շեստոյի պոլկում երբ որ գնդացրորդ էի, հրամանը ստացանք, որ պետք է հասնենք Սարդարապատին օգնության։ Եվ մենք ասում է գնացինք Սարդարապատ։ Կռիվները գնում էր։ Թուրքերը ոնց կարծես թե նահանջում էին։ Մենք շունչ քաշեցինք։ Չանցավ մի քանի ժամ, մի քանի հեծյալներ, սպիտակ ձիու վրա նստած նաև մի մարդ եկավ դիրքերը ասեց. մի խնդրանք ունեմ։ Ապարանցիներ ինչքան որ կան, քանի զինվոր որ կա, խնդրում եմ անմիջապես թողնել դիրքերը։ Եվ ասեց հարգելի ապարանցիներ, օրհասական պահ է։ Ձեր օգնության կարիքն ենք մենք զգում։ Թուրք Ղարաքիլիսայից գալիս է դեպի Երևան, դեպի Սարդարապատ։ Եթե մենք այսօր թուրքի դեմ չառնենք ապարանում, ապա իմացեք, որ կորցնելու ենք մեր այս մի փոքրիկ Հայաստան երկիրը։ Հայրիկս պատմեց,
որ մի մասը Արագածի փեշերով, մի մասը կենտրոնական ճանապարհով գալիս են դեպի Բաշապարան։ Նրանց են միանում Բիրականի, Արագածի, այդ կողմի գյուղերի բնակիչները, զինվորները, երիտասարդությունը, ոչ թե զինվորները, բնակիչները գալիս են, անցնում են, մենք ձորում ունենք մեծ հեր կոչվող հեր, կոչվում է մեծ հեր, այդ տարածքով բարսանում են Բերդ, Բերդով գնում են դեպի Միրաքի ջուր, գնում են այնտեղ դիրքավորվում են ու ասում տեսնենք ինչ թուրքն գալիս է, թե թող գա ես ձեր հերնանից եմ, ինչ պետք է անեք մեզ։ Մի խոսքով ասում շատ ուժեղ կռիվ եղավ, վալա, բայց մենք հաղթեցինք։ Արսեն Սամսոնի Տեր-Պողոսյան, Ապարանի հերոսամարտում աշխարհազորայինների հրամանատար, հունական բանակի գնդապետ, Ռաֆու հերոս Խենթի Սամսոն Տեր-Պողոսյանի որդին։ Մասնակցել է հայդուկային շարժմանը Արևմտյան Հայաստանում, Անդրանիկի գլխավորած բազմաթիվ մարտերում աչքի ընկել խիզախությամբ։ 1917 թվականին Երևանի հայոց ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանը Արսեն Տեր-Պողոսյանին նշանակել է Երևանի ոստիկանապետ։ 1918-ի մայիսին զինված ջոկատով եկել է Ապարան եւ կազմակերպել Գավառի ինքնապաշտպանությունը։ Փետրվարի 27-ին 38 թվին մամայի ծնունդն էր։ Պապան էլ հիվանդանոցումն էր, Բաշապարանում ինքը որ վիրավորվել էր, 30 տարի սրտի վանդակում ինքը բան ուներ, փամփուշտ ուներ։ Ասես գնում եմ հանեմ, այդ եղավ մահանան, որ մահացավ, 64 տարեկան էր ինքը, որ մահացավ, մամային ընդեղ դե հիվանդանոցը միսենյականոց էր, դե Ռումինիայում այդպիսի օրենք էր, մեծ խաչ էին դնում, մամային ասեց ծնգի եք, մաման ասում էր այդ եղա, դու հավատացել չես հավատում, ինչ ես ինձ ծնգի, ես քեզ խնդրում եմ արի ծնգի։ Մաման ծնգի ընկավ խաչին ասում է, աղջիկներից չամուսնացնես օտարազգի հետ։ Տղայից էլ անպայման երթվի կտանես Հայաստան։ Ասում աղջիկների համար չեմ կարող երթվել, բայց տղային կտանեմ ինչ ուզում է լինի Հայաստան։ Նա կատարեց իր երթումը։ 4 օր մինչև դրոյի գլխավորությամբ օգնության կգային հայկական զինված ուժերը, ապարանցիները քաջաբար դիմադրում էին թուրքական կանոնավոր զորքերին եւ ոչ մի քայլ չզիջեցին գրաված դիրքերը։ Սեթրակ Սարգսի Ջալալյան եղել է Ապարանի գավառապետը, 1918 թվականի մայիսին Գավառամասում հայտարարել է արտակարգ դրություն, Գավառի հոգևոր հովիվ Տեր Հովանեսի եւ Արսեն Տեր-Պողոսյանի հետ ստեղծել աշխարհազորային ջոկատներ ու կազմակերպել դիմադրություն թուրքական կանոնավոր զորքերի դեմ։ Մայիսի 23-ից 25-ը Ապարան հասան հայկական զորագնդերը։ Հրամանատարական շտաբը տեղակայվեց Քուչակ գյուղում։ Ուրեմն իմ պապին կրվել է Աբանի ճակատամարտում, Գալուստ Ալոյան, ես կրում եմ իր անունը, իր ազգանունը։ Այս թուրը մեր պատմության մեջ ուրեմն ճանաչված թուր է, մասնակցել է Աբանի ճակատամարտին։ Թուրը այս թուրով պապիկս կրվել է։ Թուրքերը որ լսել են թրի մասին փախել են Աբանից։ Ու մինչև հիմա այս թուրը Աբանում ապրում է ու այսպես ուրախությունների է մասնակցում թուրը։ Խնդրում են տանում են հարսանիքների ժամանակ այսպես ուրախությունների ներկայ ելնում այս թուրը։ Պապենական ճանաչված թուր է։ Փառք, պատիվ, կեցե աբարանցիները, որ կռվել են տղամարդավարի ու հաղթել են։ Կեցե Աբարանը, աբարանցիներ! Բաշ Ապարանի ճակատամարտին մասնակցել է ազգային վրիժառու Միսակ Թորլաքյանը, որը հետագայում իր հուշերում գրում է. պատմական, ճակատագրական օրեր էին, հին ավարայրը վերակենդանացած էր, դարավոր հայությունը հարություն էր առած իր մարտական կեցվածքով։ Մայիսի 24-ին դրոն մտնում է Ալի Քուչակ, որտեղ արդեն տեղի ազգաբնակչությունը նաև Ջանգիր աղայի 300 հոգուց բաղկացած հեծյալ գնդի հետ դիմադրական մարտեր էին ցույց տալիս եւ դրոյի եւ տեղի ինքնապաշտպանության ղեկավարների ջանքերով մայիսի 24-ից 29-ը տեղի ունեցան բազմաթիվ մարտեր եւ Բաշապարանի հերոսամարտը
ավարտվեց փայլուն հաղթանակով։ Դրաստամատ Մարտիրոսի Կանայան, Դրո, եղել է հայկական երկրորդ կամավորական գնդի հրամանատար, 1917 թվականից Սարիղամիշի ռազմական կոմիսար, եղել է հայկական զորագնդերի հրամանատարը Բաշ ապարանի ճակատամարտում, գլխավորել է հայկական զորքը հայ-վրացական պատերազմում։ Հայկական զինված ուժերը Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ ապարանում ջախջախիչ պարտության մատնեցին թուրքական զորքերին, որոնք մայիսի 29-ին խուճապահար նահանջեցին դեպի Համամլու, ներկայի Սպիտակ։ Հետգրություն։ Տասնամյակներ անց, հիշելով ապարանյան հերոսամարտը, Դրաստամատ Կանայանը գրելու է. Որքան եմ ուզում նորից տեսնել եկեղեցին, խմել Բաշ ապարանի աղբյուրի սառը ջուրը, տեսնել այն վայրերը, ուր իմ քաջ զինվորները հետ շպրտեցին թուրքերին։ Հրամանատարի ցանկությունն իրականացավ 2000 թվականի մայիսի 28-ին, ապարանում հերոսամարտի հուշակոթողի հարևանությամբ հողին հանձնվեց Դրոյի աջունը։ 1918 թվականի մայիսի 25-ից 28-ը տեղի ունեցավ Ղարաքիլիսայի հերոսամարտը։ Հայկական զորքը Լոռի Փամբակի գավառում այդ օրերին գտնվում էր անհույս վիճակում, իսկ հրամանատարությունը հայկական կորպուսի ղեկավար գեներալ Նազարբեկովի հրամանատարությամբ չգիտեր իր անելիքը։ Նույնիսկ ըստ հուշերի հայ սպաները հավաքվել էին Դիլիջանում եւ պահանջել Նազարբեկովից, որպեսզի նա հանդիպի թուրքերի հետ եւ իր սուրը հանձնի նրանից, այսինքն ընդունի պարտություն։ Ժամանակակիցները Ղարաքիլիսան դնում են Սարդարապատի կողքը, երբեմն ավելի կարևորելով առաջինը, քան երկրորդը։ Հայ ժողովրդի լինել չլինելու հարցն էր վճռվում Ղարաքիլիսայում։ Եթե թուրքերը չպարտվեին այդտեղ, Սարդարապատի եւ ապարանի վերջնական հաղթանակները չէին լինի, քանի որ Դիլիջանից եւ ապարանից թուրքերի մուտքը Երևան եւ Էջմիածին կդառնար անխուսափելի։ Ամսի 20-ին, երբ դեռ լուրջ չկար, թե ինչ է լինելու, Ղարաքիլիսայում բնակչությունը հավաքված սպասում էր։ Իսկ զորքը հեռանում էր երկու ուղղությամբ՝ Սանահինով դեպի Թբիլիսի, երկրորդը դեպի Դիլիջան, որտեղ գտնվում էր հայկական կորպուսի շտաբը Նազարբեկովի հրամանատարությամբ։ Իսկ Ղարաքիլիսայում թուրքերի դեմ կռվելու ոչ մի ցանկություն չկար։ Զորքն ու ժողովուրդը միակարծիք էին, կռվելն անհնար է եւ պիտի նահանջել։ Տիրում էր համատարած խուճապ։ Հայկական կորպուսի հրամանատար Թովմաս Նազարբեկյանը 1918 թվականի մայիսի 22-ին զեկուցագիր է ուղարկում Հայոց ազգային խորհուրդ։ Թուրքերի դեմ կռվելու պատրաստ մարդ բացարձակապես չկա, եւ տեղի ունեցավ անսպասելի։ Գրում է Սիմոն Վրացյանը. մի անսպասելի դեպք, ավելի շուտ մի զարմանալի հրաշք եկավ ցերելու համատարած լռությունը, պատռեց վարակույրը եւ մարդկանց երակների մեջ խոսեց ապրելու եւ կռվելու տենչը։ Ղարաքիլիսայից դեպի արևելք Դիլիջանի ոլորապտույտ ճանապարհին երևաց մի անորոշ զանգված, որ քանի մոտենում ավելի նկատելի էր դառնում։ Նժդեհն էր իր տղերքով։ Ամենանշանավոր միտինգներից մեկը, իսկ այդ օրերին օգտագործում էր միտինգ բառը հեղափոխությունից, Փետրվարյան հեղափոխությունից սկսված այդ ելույթի ձևը, հավաքվել էին Սուրբ Աստվածածին, Դիլիջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, որտեղ հավաքվել էր եւ զորքը, եւ սպայությունը, եւ տեղի բնակչությունը։ Ինչպես ասում են, ծերացած Նազարբեկովը լացով խնդրում էր հայկական զորքին համախմբվել եւ թշնամուն դիմադրություն ցույց տալ, խնդրելով աղաչելով ոչինչ դուրս չէր գա։ Եվ այդտեղ հայտնվում է Գարեգին Նժդեհը եւ դրանից հետո նաեւ Գուրգեն Տեր-Մովսիսյանը, որոնք իրենց ելույթներով քաջալերում են։ Այդ ելույթները այնպիսի մի ազդեցություն են գործում հավաքվածներից վրա, որ անմիջապես հայկական զորքը, որ ասեցի հուսալքված էր, չգիտեր իր անելիքը, մոտ 6000 զինվորներ եւ սպաներ շարժվում են դեպի Ղարաքիլիսա։ Ղարաքիլիսայում հայկական զինված ուժերի հրամանատարն էր գնդապետ Ալեքսանդր Բեյմամիկոնյանը, սակայն հուշագիրների խոսքով նա զորքի եւ ժողովրդի մեջ չուներ հարկավոր հեղինակություն։ Շատ ավելի մեծ հարգանք ու հեղինակություն էին վայելում Նիկոլայ Ղորղանյանը, գնդապետ Սամարցյանը, կամավորների հրամանատար Գարեգին Նժդեհը։ Գարեգին Նժդեհ, Գարեգին Եղիշեի Տեր Հարությունյան 1914-ին նշանակվել է հայկական երկրորդ կամավորական գնդի հրամանատարի տեղակալ, մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին,
1918-ին նշանակվել է Նախիջևանի գավառապետ, 1919 թվականին եղել է Զանգիզուրի զինված ուժերի հրամանատարը, 1920-ի դեկտեմբերին ընտրվել Լեռնահայաստանի սպարապետ, նրա շնորհիվ Սյունիքը մնաց խորհրդային Հայաստանի կազմում։ Ղարաքիլիսայի ճակատամարտում, ինչպես Բաթումի հանդիպման ժամանակ Բեի Փաշան է ասել, հայկական զինուժը կազմում էին 7000 զինվոր, 10 հրանոթ և 20 գնդացիր, թուրքական 10 հազարանոց զորքի, 70 հրանոթի և 40 գնդացրի դիմաց։ Ղարաքիլիսայի ճակատամարտի պատմությունը որոշ հուշագիրներ սկսում են Դարպաս գյուղից։ Մայիսի 23-ին Դարպասի քահանա Տեր Կոմիտաս Սարգսյանը փամփշտակալներով գոտևորված և զինված հնչեցնել է տալիս գյուղի եկեղեցու զանգերը, հավաքում Դարպասի, Լեռնապատ Հաջիղարայի և Ղշլաղի գյուղացիներին ու դիմադրություն կազմակերպում։ Ըստ հորս պատմվածի, որը 884 թվականից ծնված էր, պատմում էր, որ ժողովուրդը հուսալքված էին, երբ որ թուրքի փաշեն արդեն հասել էր Սպիտակ, այստեղ ժողովուրդը մեծամասամբ հուսալքված էին, բայց գտնվել են կամքից ուժեղ մարդիկ, ըստ որը մեկը դաշնակցական Համազասպյանը, Արմենակը, որը որ հավաքել է ժողովրդին, ոգի ա տվել, ոգեկոչել ա ժողովրդին, բա մենք լոռեցիներս նամուս չունենք, մենք նամուս ունենք, եղել են մեր հարևան Դարբաս գյուղից, Ասլանանց Մուգուչ, ինչ-որ, և Հաջղարա գյուղից, Լեռնապատ, հավաքվել են մարդիկ և ճակատամարտ են տվել ու կարգին ճակատամարտ են տվել, առաջի անգամ է թուրքը իր հզոր զորքով զգացել է, որ հայերն էլ ոգի ունեն, կարող են դիմադրել։ Մեր ընտանիքից, մեր գերդաստանից Ղարաքիլիսայի հերոսամարտին մասնակցել են պապիս մեծ եղբայր Սողոմ Ավետյանը և նրա հայրը Սահակ Ավետյանը։ Սահակ Ավետյանը զոհվել է Ղարաքիլիսայի պատերազմի ժամանակ։ Ուրեմն 100 կամավորականների հետ մեկտեղ դիրքեր են զբաղեցրել Դարպասից դեպի արևմուտք, այսինքն հենց փակել են Ղարաքիլիսա տանող ճանապարհը։ Եղել է ստրատեգիական նկատառումներով, որպեսզի դարպասցիները չնահանջեն, որովհետև հենց անմիջապես իրենց հետևին եղել է իրենց գյուղը, իրենց բնակավայրը։ Ու պատերազմ ճակատամարտի 4 օրերի ընթացքում դիրքերում մնացել են կանոնավոր բանակի հետ մինչև վերջ։ Աշխարհազորայինների ջոկատում ընդգրկվում են 100 կամավորներ։ Հրամանատար է ընտրվում 32-ամյա դարպասցի Վասիլ Ավագյանը, որ կռվի փորձ ուներ, ծառայել էր ցարական բանակում և մասնակցել առաջին աշխարհամարտին։ Վասիլ Ավագյանի թոռն եմ, որը եղել է աշխարհազորի հրամանատարը, ճակատամարտին մասնակցել են Ավետիք Ղարաքեշյանը, Կարապետ Կարապետյանը, Սողոմ Ավետյանը և թվով 100 և ավել մարտիկներ։ Եղել է կապուտաչիա, բարձր հասակով, առնակամ տղամարդ։ Վախը նրա համար սուտ բան էր։ Եթե մի բան որոշում էր, որոշածը նվիրված էր լինում ազգին, անպայման այդ մարդը պետք է կատարեր։ Դիրքերը սկսվում էին Կամակատար մատուռի մոտակայքից և կոտրած եկեղեցու տարածքով Լեռնապատի սարերով ձգվում մինչև Մայմեղի գագաթը։ Ռազմաճակատի աջ թևը հյուսիսում Գյարգյարի լեռնանցքում վստահված էր զորավար Անդրանիկին։ Լեռնապատի մոտ էր գնդապետ Սամարցյանի զորաբաժինը, այդ թվում կապիտան Գուրգեն Տեր-Մովսեսյանի հրետանային 4-րդ մարտկոցը։ Նրանք պիտի պաշտպանեին Մայմեղի գագաթը։ Կենտրոնում Նիկոլայ Ղորղանյանի հեծյալները և Նժդեհի կամավորները պիտի պաշտպանեին Դարպասից Ղշլաղ ձգվող հատվածը։ Այդ զորագունդն էլ մայիսի 25-ին տարավ առաջին հաղթանակը։ Թուրքերին դուրս շպրտեց Արջուտ գյուղից։ Նիկոլայ Ղորղանյանն էր, որը Հեծոլազորի հրամանատարն էր, որը Հեծոլազորը ցույց տվեց քաջության փայլուն օրինակ։ Լինելով ռազմաճակատի առաջին, նրանք կարողացան հենց առաջի օրը կասեցնել թուրքական զորքին։ Թեպետ թուրքական զորքը օգտվելով նրանից, որ հայկական ուժերը քիչ էին, ընդամենը 6000 հոգի, եւ երբ որ հայկական զորամասը անհամբերությամբ հայկական զորքերը սպասում էին Անդրանիկին, նա այնպես էլ տեղից չշարժվեց եւ չեկավ չմիացավ, ապա նշված սպաների հերոսության շնորհիվ էր, որ զորքի մի մասը գոնե փրկվեց։ Հիշում է Գարեգին Նժդեհը։ Վրեժով բեռնավոր մեր մարտիկները կհարցակվեին վագրերի նման եւ թշնամին ետ շպրտվեց։ Ճակատամարտի երկրորդ օրը նույնպես կսվեց եւ պսակվեց մեր հաջողությամբ։ Հայ շինականի արիությունը Լեոնիդասյան կիրճի վերացեր Ղարաքիլիսեն։ Մայիսի 27-ի գիշերը լուսացրինք 2 գիշերամարտերով եւ համբուրելի մնաց հայ զենքը։ Գուրգեն Տեր-Մովսյանը երիտասարդ էր, 14 թվականից մասնակցել էր պատերազմին, ենթադրում են, որ նա
24-25 տարեկան էր, Լեռնային 4-րդ Մարտկոցի հրամանատարն էր, պահպանվել է օրինակ Գուրգեն Տեր-Մովսիսյանի խոսքերից մի քանի նախադասություն, որտեղ նա նշում է, որ ես ճառել չգիտեմ, խոսել չգիտեմ, ես զինվորական եմ, գիտեմ կռվել, բայց ներկայումս մեր նահանջը, հետագա նահանջը դա դավաճանություն է մեր ժողովրդի հասցեին, որտեղ թուրքերը եթե եկան, նրանք բնաջնջելու են բոլորիս եւ ոչ մեկը չի փրկվելու։ Ղարաքիլիսեի ճակատամարտում իր անունը փառքով պսակեց կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանը։ Նրա գլխավորած 4-րդ հրետանային մարտկոցը արկերը վերջանալուց հետո Մայմեխի գագաթին ելավ Սվինամարտի։ Այդ կռվում էլ հերոսի մահով անկավ հայսպան իր զինակիցների հետ։ Նրա դին մարտական ընկերները հանեցին շրջապատումից եւ զինվորական պատիվներով հուղարկավորեցին Դիլիջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։ Մայմեխի գրավումով թուրքերի առաջ բացվում էին Ղարաքիլիսայի դռները։ Մայիսի 28-ի երեկոյան թուրքական զորքերը Վանանց ձորով Թայիրյանի ամառանոցի մոտով մտան Ղարաքիլիսա եւ տեղի ունեցավ երրորդյա նախճիր, սպանություններ, թալան։ Վեյի Փաշայի խոսքով հայկական կողմի զոհերը եւ վիրավորները 1500 էին, թուրքերինը շատ ավելի։ Հետագայում, ինչպես գրում է բանակցությունների մասնակից Խատիսյանը, ճակատամարտի մասին նրանք տեղեկություն են ստացել թուրքական պատվիրակությունից եւ թուրքական պատվիրակության ղեկավարը հայտնում է Խատիսյանին, որ մենք որ այսօր պայմանագիր ենք ստորագրում եւ մենք ավելի ծանր պայմաններ չենք թելադրում, դա Ղարաքիլիսայում կռված հայկական զորքի շնորհիվ էր, որը ցուցաբերեց քաջության իսկական օրինակ։ Մենք կուզենայինք, որ այդպիսի զորք ունենայինք։ Ալեքսանդր Խատիսյանի գնահատմամբ Սարդարապետը եւ Ղարաքիլիսեն ստեղծած էին մեր ժողովրդի այն ռազմական ոգին եւ կամքը, որ անհրաժեշտ են անկախ պետությունը կազմելու համար։ Վեյի Փաշան խոսակցության ժամանակ անձամբ ասավ ինձ, որ դիմադրական թափի, քաջության եւ արիության տեսակետով Ղարաքիլիսեի ճակատամարտը իրեն հիշեցուցած էր տարտանելի ամենեն համար կռիվները, որոնց ինքը մասնակցած էր։ Եթե մենք այսօր տեղեկություններ ունենք Ղարաքիլիսայի ճակատամարտի մասին, ավելի մանրամասն, ի շնորհիվ Նիկոլայ Ղորղանյանի զեկուցագրերի, որոնք, ինչպես քիչ առաջ ասեցի, նա ներկայացրեց հայկական զորքի հրամանատարությանը։ Ճակատամարտերի մասնակիցներին գեներալները ստացան, գեներալ-մայորները ստացան գեներալ լեյտենանտի կոչում, ինչպես օրինակ Սիլիկյանը կամ գնդապետները ստացան գեներալի կոչում, նա այդպես էլ երբեք չարժանացավ դրան, որտեղ իր բնավորության եւ լեզվի, սուր լեզվի պատճառով, երբ որ ամեն պահին առանց հաշվի առնելու ղեկավարության ճշմարտությունն էր ասում, մեր երկրի վիճակն էր ներկայացնում, սակայն երբ մայիսյան ապստամբություն բռնկվեց առաջիններից մեկը, հասկացավ, թե դա ինչ վտանգ է սպառնում հայրենիքի համար եւ մասնակցեց այդ ապստամբության, այդ խռովության ճնշմանը։ Եվ դա էր պատճառը, որ 1920 թվականի նոյեմբերին, երբ Հայաստանում հաստատվեց խորհրդային իշխանություն եւ խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Լեգրանը դեկտեմբերի 2-ին ստորագրելով Հայաստանի ղեկավարության հետ պայմանագիր նույն օրը մի հրաման է տալիս, թե ում է պետք ձերբակալել, երբ որ ըստ այդ պայմանագրի ոչ մեկին չպետք է պատասխանատվության ենթարկեին։ Ահա այդ 10-12 հոգու ցուցակում նշված է նաև Նիկոլայ Ղորղանյանի անունը, եւ նա ձերբակալվում է բանտում 2 ամսից ավել 3 ամիս մնալով, նա կազմահարվում է Երևանի բանտում 1921 թվականի փետրվարի 16-17-ի գիշերը։ Սարդարապատ։ Մայիսի 21-ին Երևան ներխուժելու նպատակով թուրքական զորքերը շարժվեցին Սարդարապատի ուղղությամբ։ Թուրքական այդ զորախմբի կազմում էին 36-րդ հետևակային դիվիզիան, հարվածային եւ սակրավորների մեկական գումարտակներ, հեծյալ գունդ, 1500 քուրդ հեծյալներ, հրետանային մարտկոց 40 հրանոթներով։ Հայկական բանակային կորպուսի հրամանատարն էր գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը, Երևանյան զորախմբի հրամանատարը գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը։ Ըստ Սիմոն Վրացյանի զորավար Սիլիկյանի զորքի քանակն այդ օրերին հասնում էր 10,000 հոգու։ Զորախմբի կազմում էին 4-րդ եւ 5-րդ գնդերը, Երզնկայի, Մակուի, Վանի առաջին եւ երկրորդ գնդերը, Զեյթունի ձիավոր գունդը, Սմբատի, Դալի Ղազարի, Մուրադի խմբերը, 4 հրետանային մարտկոց 16 թնդանոթներով, այլ զորաճոկատներ։ Ճակատը ձգվում էր Արաքս կայարանից մինչև ներկայի Սարդարապատ, Մրգաշատ, Արագած եւ Արշալույս գյուղերի տարածքները։ Կռվի ընդհանուր հատակագիծը գծել էր Սպայակույտի պետ գնդապետ Վեկիլյանը։
Սարդարապետի ճակատամարտի նախընթաց օրերին Երևանում, Էջմիածնում եւ ամենուր բոլորը մի մարդու պես նախապատրաստվում էին առաջիկա ճակատագրական մարտերին։ Անսովոր ոգեշնչություն էր։ Հաղթել կամ մեռնել, սա էր գլխավոր կարգախոսը։ Եվ հայոց աշխարհի ամեն անկյունից շտապում էին Երևան եւ այստեղից մեկնում Սարդարապատ։ Կամավորների մեջ կային ծերեր, երիտասարդներ, կանայք, հոգևորականներ։ Կոտայքի 250 աշխարհազորայիններին առաջնորդում էր գավառի հոգևոր հովիվ Տեր Զաքարը, Սարդարապատ տանելով նաև պարենով բեռնված բազմաթիվ սայլեր։ Որ եղբայրս Աժդահա տղամարդ էր, մորուքը սպիտակ մինչև կրսկատեղը, գոտիկներ հասնում, հաղթանդամ թիկունքով տղամարդ էր։ Տեր Զաքարը ժամանակ, որ իրա շորերը հագնում էր պատարաչի ժամանակ, իրա թագը տնում էր գլխին ոսկե զոտ, ոնց որ Էջմիածնի կաթխիկոսը լիներ, այդ ձևի տղամարդերն է։ Սարդարապատ գյուղից մոտ ու հեռու բնակավայրերից ամեն ժամ կամավորներ էին գալիս սայլերով, գրասներով, ձեռքով զինամթերք, խմելու ջուր եւ պարեն հասցնում կռվողներին։ Վիրավորներին ռազմադաշտից հանում ու գյուղ էին տանում կամավոր բուժակները, որոնց կոչում էին շալակատար։ Հայրիկս եղել է շալակատար։ Ծաղրում էին ընկերները այդ ժամանակ, ասում էին դու կռվի չես մասնակցել, դու եղել ես միայն շալակատար։ Իսկ հայրիկս ասում էր ես շալակատարով քանի վիրավոր եմ փրկել։ Վիրավորներին կռվի դաշտից տեղափոխում էին սայլերի վրա, այն սայլերը, որոնք կերակուր էին տանում, ջուր էին տանում կռվողներին, ու տեղափոխում էին գյուղ, որ կանայք հեքիմները հավաքվում էին, դարմանում էին դրանց վերքերը։ Սարդարապետի հերոսամարտը նախադեպ էր Արցախին, Արցախի հերոսամարտի նախադեպն էր։ Եվ պիտի ասել իմ հայ ժողովրդին, սեղմիր ատամդ, բացեբաց լալու իրավունք չունես, թեկուզ վիրավոր, թեկուզ արնակամ, զենքերդ տալու իրավունք չունես, իմ հայ ժողովուրդ, վերջին զինվորը տնկի դիտապաս, քո հավերժությանը չհավատալու իրավունք չունես։ Սարդարապետի հերոսամարտին մասնակից էին հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչները։ Այստեղ կռվել են Հովհաննես Բաղրամյանը, Հայկ Բժշկյանցը, Աքսել Բակունցը, Արարատ Ղարիբյանը, Գրիգոր Ղափանցյանը, Ստեփան Մալխասյանը եւ բազում անվանի հայրենիքներ։ Սարդարապետում մասնակցել են նաեւ իմ հայրը Խաչատրյան Վահանը եւ իր եղբայր Խաչատրյան Գալուստը։ Կռվել են Սուրմալուից մինչև Սարդարապետի ճակատամարտի վերջնական հաղթանակը։ Հոր եղբայրը զոհվել է ճակատամարտում, հայրս կենդանի էր։ Նրա գնդի հրամանատարն է եղել Հովհաննես Բաղրամյանը։ Մեկ անգամ 68 թվականին Բաղրամյանը եկել է հորս տեսության։ Յուղից իր հետ եղել են Աբեյ Հրաչը, Եղազարյան Համայակը, Աբեյ Գուրգենը։ Մենք բոլորս ծեր թե նորացին այսօր պարզական ենք Սարդարապետի հաղթանակին։ Մայիսի 21-ին, երբ թուրքերը երևացին Սարդարապետի մոտ, նրանց առջև հաղթելու պատրաստ հայկական զորքն էր։ Սարդարապետում կենտրոնացած զորքը գլխավորում էր գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանը։ Գեներալ-մայոր Դանիել Բեկ-Փիրումյանը ավարտել է Շուշիի յունկերական զինվորական ուսումնարանը, ծառայել է Կովկասյան ռազմական օկրուգում, եղել է գումարտակի գնդի հրամանատար։ Դանիել Աբիսողոմի Բեկ-Փիրումյան Սարդարապետի ճակատամարտում որպես հայկական ջոկատի ընդհանուր հրամանատար Դանիել Բեկ-Փիրումյանը ցուցաբերել է զորավարական հմտություն եւ արիություն, ապահովելով թուրքերի դեմ հաղթանակը։ Ընդամենը 1 օր Սարդարապետն անցավ թուրքերի ձեռքը, սակայն հաջորդ օրը գնդապետ Պերեկլիոստովի ջոկատը գյուղն ազատագրեց։ Չի կարելի երախտագիտությամբ չհիշել այն օտարազգի զորահրամանատարներին, որոնք իրենց արյան պաշտպանեցին հայոց հողը։ Դրանք են ռուսներ Եվգենի Վիշինսկին, Պերեկլիոստովը, Կարալկովը, Էլզասցի Ալեքսանդր Շնեուրը, հույն Սակիլարին, էստոնացի Կլիչը, եզդիներ Ջանգիր աղան, Յուսուֆ Բեկը եւ ուրիշներ։ Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային գունդը, հատուկ հեծյալ գունդը, պարտիզանական եւ Իգդիրի հետևակային գնդերը
գրոհեցին թուրքական դիրքերի վրա և նրանց հարկադրեցին նահանջել մոտ 15-ից 20 կիլոմետր։ Գրողը գլխավորում էր գնդապետ Պողոս Բեկ-Փիրումյանը։ Պողոս Կարամանի Բեկ-Փիրումյան, գնդապետ Պավել Պողոս Բեկ-Փիրումյանը առաջին աշխարհամարտի ժամանակ կռվել է արևմտյան, ապա կովկասյան ռազմաճակատներում։ 1916 թվականից եղել է հայկական 5-րդ հրաձգային գնդի հրամանատար, մասնակցել Վանի, Մուշի համար մղված մարտերին, Սարդարապատի ճակատամարտում եղել է Ղարաբաղյան գնդի հրամանատարը։ Հայկական ուժերը հարձակումը շարունակեցին ամբողջ ճակատով և մայիսի 24-ին թուրքերը խուճապահար դիմեցին փախուստի։ Այդ օրն է զորահրամանատար Մովսես Սիլիկյանը ժողովրդին դիմել հայտնի կոչով. «Հայեր, շտապեցեք ազատագրելու ձեր հայրենիքը։ Եթե մենք պետք է ոչնչացվենք, ավելի լավ չէ մենք մեզ պաշտպանենք զենքը ձեռքներից։ Վերջին մարտերը ցույց տվեցին, որ մենք կարող ենք մեզ պաշտպանել թվական գերակշռություն ունեցող թշնամուց, թշնամուց, որը նահանջեց մեր հերոսական զորքերի հարվածներից»։ Ռուսական բանակի գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը ավարտել էր Մոսկվայի զինվորական գիմնազիան, Ալեքսանդրյան զինվորական ուսումնարանը, զինվորական շինարարական դպրոցը։ Ծառայել էր Կովկասյան ռազմական օկրուգում, հասնելով գեներալ-մայորի կոչմանը։ Մովսես Բաբայի Սիլիկյան Գեներալ-մայոր Սիլիկյանը 1918-ի մայիսին ստանձնել է կանոնավոր զորամասերի և աշխարհազորայինների ընդհանուր հրամանատարությունը, կասեցրել Սարդարապատի և Բաշ-Ապարանի ուղղությամբ թուրքերի հարձակումը։ 1920-ի աշնանը եղել է հայկական զորքերի հրամանատարը Կարս Ալեքսանդրապոլ ճակատում։ Թուրքական հրամանատարությունը որոշեց համալրել Յաղուբ Շևքի Փաշայի զորքը, սակայն հայերը հետ շպրտեցին օգնության եկող թուրքական 5-րդ դիվիզիան։ Հայկական հրամանատարությունը մշակեց թուրքերին վճռական հարված հասցնելու և ջախջախելու ծրագիր։ Մայիսի 27-ին կազմակերպվեց Փայլուն թևանցում, որն իրականացրեց Խզնաուզի հարվածային ջոկատը։ Սարդարապատի զորախմբի շտաբի պետ Շնեուրը իր հիշողություններում գրում է. «Հայերի հարձակումը ահեղ էր, ջախջախիչ, անձնազոհ կռվում էին տառացիորեն բոլորը՝ սպաները, զինվորները, աշխարհազորայինները, գյուղացիները, կարծես խիզախության մրցություն էր»։ Մայիսի 27-ին Արաքս կայարանում և նրա մատույցների երկու կարևորագույն բարձունքներում համառորեն պաշտպանվող հակառակորդը ջախջախվեց և սկսեց նահանջել։ Քրիստափոր Գերասիմի Արարատյան, գնդապետ, 1917-ի դեկտեմբերին նշանակվել է հայկական կորպուսի հրետանային բրիգադի հրամանատար, այդ պաշտոնում ակտիվ մասնակցություն ունեցել Սարդարապատի և Բաշ-Ապարանի հերոսամարտերին։ 1919-ի մարտին նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական նախարար, ստացել գեներալ-մայորի կոչում։ Մայիսի 28-ին ամբողջ ճակատով հարձակման անցան հայկական զինված ուժերը և թուրքական զորքերը խուճապահար փախուստի դիմացին։ Ականատեսի վկայությամբ, երբ արդեն ակնհայտ էր Սարդարապատի ճակատամարտում հայերի հաղթանակը, որոշ թուրք սպաներ ձեռքերը վեր բարձրացրած գթություն էին հայցում, գոռալով, որ իրենք ծագումով Թրակիայից են և չեն մասնակցել հայկական ջարդերին։ Այդ ճակատամարտերում ձեռք բերված հաջողությունները արդյունք էին ոչ միայն հայ ժողովրդի արիության, ինքնազոհության, դրա ղեկավարների ռազմավարական տաղանդին, այլև, որ ամենակարևորն է, այն ներդաշնակ միաբանության, որ հաստատվեց տարբեր խավերի քաղաքական կուսակցությունների միջև։ Պատերազմն ավարտված էր։ Թեև հայերը հաղթել էին մայիսյան հերոսամարտերում, սակայն դա բավարար չէր հայ-թուրքական պատերազմի վերջնական հաղթանակի համար։ Հայաստանը չուներ բավարար զինուժ և ռեսուրսներ, որպեսզի դիմակայեր Բաքու շտապող թուրքական զորքերին և չստորագրեր Բաթումի պայմանագիրը։ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի զուգընթաց շարունակվում էին բանակցությունները Բաթումում, անդրկովկասյան նորաստեղծ հանրապետությունների պատվիրակությունների և թուրքական պատվիրակության միջև։ Պետք է նշել, որ թեև մայիսյան հերոսամարտերում հայությանը հաջողվել էր տանել փառավոր հաղթանակներ, սակայն հատկապես մայիսի վերջին դարձյալ ծանր դրություններ ստեղծվել և անգամ հայոց զորքի հրամանատարությունը իր քաղաքական ղեկավարությանը խորհուրդ էր տալիս ստորագրել հաշտություն, ինչ գնով էլ որ լինի, որպեսզի հնարավոր լինի գոնե այն հաղթանակները, որոնք ձեռք են բերվել Սարդարապատում, ինչու չէ նաև Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում, Շիրակում ամրապնդվեն
դիվանագիտական ինչ-ինչ հաղթանակով։ Այդ պայմանագրով Թուրքիան Արևելյան Հայաստանից խլում էր 28000 քառակուսի վերստ տարածք։ Պայմանավորված Հայաստանի Հանրապետության հռչակումով Բաթում էր ուղևորվելու հայկական նոր պատվիրակություն Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ։ Պետք է նշել, որ մայիսյան հաղթական հերոսամարտերի արդյունքն էր նաև, որ հայկական պատվիրակությունը կարողացավ ինչ-ինչ շտկումներ մտցնել թուրքերի կողմից պարտադրված պայմանագրի նախագծում։ 1918 թվականի հունիսի 4-ին Բաթումում ստորագրված պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը սահմանափակվելու էր ընդամենը 10,000 քառակուսի կիլոմետրից մի փոքր ավել տարածքի վրա։ Թուրքիայի ներառնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասեր, այդ թվում Արդվինը, Ախալցխան, Կարսը եւ այլն։ Փաստորեն Հայաստանի Հանրապետությունը սեղմվելու էր Սևանի ավազանում եւ Արարատյան դաշտավայրի մի մասում։ Հայության հավաքական կամքը ներկայացնող գլխավոր քաղաքական մարմինը Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդը մայիսի 28-ին հայտարարեց Հայաստանի անկախությունը։ Խոսելով մայիսյան հերոսամարտերի մասին, միշտ պիտի մեր դատողությունից հանենք այն սխալ մտայնությունը, որի համաձայն 1918 թվականի մայիսի 28-ը անկախության վերականգնումը մեզ տրվեց թուրքական սկուտերի վրա, ցավոք սրտի նման մտայնությունը դեռ շարունակում է պատմագրության որոշ ներկայացների մոտ պահպանվել եւ հիմք է ընդունվում այն հանդիպումը Ալեքսանդր Խատիսյանի եւ հայկական պատվիրակության մյուս անդամների, որոնք որ ունեցել են Բերլինում Թալատ Փաշայի հետ եւ վերջինս ասել է, որ մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի ունենայինք անկախ Հայաստան։ Այդ անկախ Հայաստանը շնորհ չէր, որ մեզ տրվեց, այդ Հայաստանը տրվեց մայիսյան հերոսամարտերի բոցերում եւ այդ մայիսյան հերոսամարտերը ծնեցին առաջին հանրապետությունը։ Սարդարապատի, Բաշապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում հռչակվեց Հայաստանի անկախությունը։ Ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, վերականգնվեց հայոց հազարամյա կորուսյալ պետականությունը։ Հայության մղած մայիսյան հաղթական հերոսամարտերը նաև ունեին արտաքին քաղաքական նշանակություն։ Պետք է նշել, որ դրանց հաղթական արդյունքում կանխվեցին նաև թուրքական զորքերի հնարավոր առաջխաղացումները դեպի Բաքու։ Այստեղ առաջ եկան ծրագրեր, որոնք կանխվեցին Սարդարապատում, Բաշապարանում, Ղարաքիլիսայում։ Չլինեին հերոսական այդ ճակատամարտերը, պատմության անիվը կարող էր այլ ձև պտտվել։ Եվ այսօրվա Հայաստանի անկախ հանրապետությունը, որը բոլորում է արդեն իր 20-րդ տարեդարձը, նրա հիմքերը փաստորեն դրված են նաև մայիսյան հաղթական հերոսամարտերի արդյունքում։ Առաջին հանրապետության խորհուրդը շատ մեծ է այն իմաստով, որ կյանքի կոչվեց ոչ միայն համահայկական պետականությունը, որը հարյուրամյակներ շարունակ կործանվել էր, այլև ընդհանրապես մեր մեջ արմատավորեց պետականության զգացողությունը։ Արդյոք պատահական է, որ քաղաքական համակարգով ռեժիմով միանգամայն այլ հարթության վրա գտնվող խորհրդային Հայաստանը, որ ուղղակիորեն դարձավ առաջին հանրապետության իրավահաջորդը, իր մեջ պարունակեց բազմաթիվ պետականության ատրիբուտներ, հատկանիշներ, ձևավորեց մի սերունդ, որն ուներ պետական մտածողություն, ազգային զգացողություն եւ այդ խորհրդային տարիներին երկրորդ հանրապետության գոյության ընթացքում այդ լիցքը ներուժը պահպանվելով 1991 թվականին կյանքի կոչեց երրորդ Հայաստանի Հանրապետություն։